Կոռուպցիայի դեմ պայքարը առանցքային է թե իշխանությունների, թե հասարակության համար։ Ամեն դեպքում իշխանությունները հայտարարում են այդ մասին, որ պայքարում են կոռուպցիայի դեմ։ Կոռուպցիայի դեմ պայքարը պետք է առանցքային լինի նաև գլխավոր դատախազության համար։ Մինչդեռ մեր կարծիքով գլխավոր դատախազությունը ցուցաբերում է պասիվություն եւ գոնե պետական շահերի պաշտպանության առումով չի դրսևորում ակտիվություն։ Թե ինչու, փորձելու ենք պատասխանը ստանալ գլխավոր դատախազությունից։ Ուրեմն նախ ասեմ, որ վերջին ժամանակներում մեր պետության համար ձևավորված առաջնահերթությունների համատեքստում դատախազությունը իրեն վերապահված լիազորությունների շրջանակում, ինչպես նաև օպերատիվ հետախուզական, քննչական լիազորություններ իրականացնող մարմինների հետ իրականացրել է իրականում լայնածավալ աշխատանքներ։ Թեև դատախազության 2016 թվականի աշխատանքների արդյունքների ամփոփումը դեռևս գտնվում է ուսումնասիրման փուլում, այսինքն վերլուծությունները դեռևս ավարտված չեն, բայց ձեր հարցին պատասխանելու համար եւ ասվածս առավել առարկայացված ներկայացնելու նպատակով ներկայացնեմ որոշ վիճակագրական տվյալներ։ 2016 թվականին Հայաստանի Հանրապետության հետաքննության մարմինների եւ նաեւ նախաքննության մարմինների կողմից նախապատրաստվել են կոռուպցիոն բնույթի հանցագործությունների 1134 նյութեր, որոնցից 670-ով, ասում եմ, սրանք ոչ վերջնական տվյալների մասին է խոսքը, հարուցվել են քրեական գործեր։ Հարուցված քրեական գործերից 83-ը 166 անձի վերաբերյալ ուղարկվել է դատարան եւ արդեն իսկ ունենք դատարանում ավարտված 42 քրեական գործ, որոնցով 100 անձ դատապարտվել են։ Նշված վիճակագրական տվյալները եթե համադրելու լինենք նախորդ տարվա ունեցած արդյունքների հետ, ըստ էության էական աճ այս թվերում չկա, քանի որ համադրելի են ցուցանիշներն ընդհանուր առմամբ հարուցման թիվը մի քիչ ավելի մեծ է, քան նախորդ տարվանը, մոտ եթե թվային ցուցանիշներով ասենք, նախորդ տարվա հարուցված 568 քրեական գործի դիմաց այս տարի հարուցվել է 670-ը։ Արդյոք սա նշանակում է, որ 2016 թվականին կոռուպցիոն հանցագործությունների կատարումը աճել է։ Ամենևին կարծում եմ ոչ, որովհետև այն էական ջանքերը, որ գործադրվել են կոռուպցիոն հանցագործությունները կանխարգելելու ուղղությամբ, վստահաբար որոշակի դրական արդյունք են տվել։ Թվային ցուցանիշներն ավելի շատ խոսում են բացահայտման որակի բարելավման մասին, ինչը պայմանավորված է եւ դատախազության ու իրավապահ մյուս համակարգերի ամենօրյա աշխատանքով, այնպես էլ հասարակության այդ կոռուպցիոն երևույթների նկատմամբ ունեցած օր-օր աճող անհանդուրժողականությամբ, ինչը կոռուպցիայի դեմ պայքարում էական նշանակություն ունի։ Կոռուպցիոն հանցագործությունները որպես կանոն խիստ լատենտային հանցագործություններ են, քանի որ կոռուպցիայի մեջ ներգրավված անձինք, այսինքն կոռուպցիոն հանցագործությունների մեջ ներգրավված կողմերը, հանցավոր արարքը ավարտին հասցնելով ըստ էության հասնում են երկուսն էլ իրենց համար ակնկալելի սպասվող արդյունքին, ինչը էական դժվարություն է ստեղծում իրավապահ մարմինների համար այդ հանցագործություններն իրանց տեսադաշտում տեսնելու եւ դրա դեմ պայքարելու, կատարված հանցագործությունը բացահայտելու, դրանում մեղավոր անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու համար։ Այս առումով հասարակական վերաբերմունքը կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ շատ կարևոր է։ Երբ մենք ունենք հասարակություն, որը կոռուպցիայի դեմ աչք է փակում, իրավապահ մարմնի աշխատանքը միայն էական արդյունքի հասնել չի կարող։ Հասարակական անհանդուրժողականությունը այդ երևույթի նկատմամբ բարձրաձայնելը, խոսալը, ասելը, իրավապահ մարմիններին այդ մասին անկաշկանդ հայտնելը, հաշվի առնելով նաև այդ կատարված հանցագործության մասին չհայտնելու մեր ժողովրդական սովորությունը, մի տեսակ ձևավորված բան կա, որ հանցագործության մասին ասելը մի քիչ ավելի անհանդուրժելի է, քան հենց բուն հանցագործության կատարումը։ Կոռուպցիոն հանցագործությունների համար շատ կարևոր է։ Այստեղ էական է նաև այն հանգամանքը, որ կոռուպցիոն հանցագործությունները ու կոռուպցիան ինքը ըստ էության միայն կաշառք վերցնել ու ինչ-որ հովանավորչությամբ զբաղվելը չի։ Պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների
աշխատակիցները իրանց ամենօրյա աշխատանքով, իրենց վարքագծով, հասարակության ամենատարբեր շերտերի հետ ունեցած շփումներով պետքա զերծ մնան կոռուպցիոն ռիսկեր պարունակող նույնիսկ հիպոթետիկ ենթադրություններ առաջացնող գործողություններից։ Մեր վերջին շրջանում կատարած վերլուծությունները ըստ էության փաստում են, որ կոռուպցիայի առավել տարածուն ձևը դա այսպես կոչված վարչական կոռուպցիան է։ Վարչական կոռուպցիան, որում ընդգրկված են ստորին եւ միջին շերտի պաշտոնատար անձինք, ովքեր ավելի լայն շփումներ ունեն հասարակության ամենատարբեր շերտի ներկայացուցիչների հետ եւ իրենց ամենօրյա աշխատանքային պարտականությունների կատարման ընթացքում որոշակի բյուրոկրատական քաշքշուկների այլ խոչընդոտներ ստեղծելու միջոցով ուղղակիորեն փորձում են մարդկանցից գումար շորթել։ Չեմ կարող ասել, որ բարձրաստիճան պաշտոնյաներ չեն ձերբակալվում ու չեն կալանավորվում կոռուպցիոն հանցագործությունների մեջ ներգրավված լինելու համար։ Ավելին, եթե կրկին անդրադառնանք վիճակագրական տվյալներին, նախորդ տարվա, այսինքն 2016 թվականի վերջին կիսամյակում միայն հարուցված քրեական գործերով, եթե չեմ սխալվում, 19 բարձրաստիճան պաշտոնատար անձանց մեղադրանքներ է առաջադրվել կոռուպցիոն բնույթի տարբեր հանցագործություններ կատարելու համար։ Այդ թվում, ինչպես դուք նշեցիք, դատավորի, ոստիկանության ծառայողի, ճանապարհային ոստիկանության ծառայության, դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատակիցների, Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկի ու վարչության, ինչպես նաև ինչի բարձրաստիճան չեն։ Դուք բարձրաստիճան օրենքով բարձրաստիճան պաշտոնատար անձանց վերաբերյալ որևէ հաղորդում ձեզ հայտնի է, որը չի քննարկվել եւ լուծում չի տվել։ Դրանք էլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց մոտ դատավորի բարձրաստիճան պաշտոնատար անձ չի։ Ունենք, ես խոսքի սկզբում նշեցի, որ անցնող տարվա ընթացքում նյութեր են նախապատրաստվել կոռուպցիոն բնույթի 1134 դեպքերով, այսինքն այդ դրա հիմնական մասը կազմում ինչպես տարբեր դիմումները քաղաքացիներից, բողոքները, այնպես էլ զանգվածային լրատվամիջոցներով ներկայացված հաղորդումները։ Հավաստիացնում եմ ձեզ, որ որևէ փաստ, որևէ տվյալ, որևէ հաղորդում կլինի զանգվածային լրատվամիջոցով, թե քաղաքացու կողմից դատախազության մոտ անտարբեր չի անցել։ Ընդհակառակը բազմաթիվ դեպքերով դատախազությունը ինքը նախաձեռնողականություն է ցուցաբերել այդ նյութերն ուղարկել է հետաքննության մարմին ստուգելու, դրանցում քրեական գործ հարուցելու հիմքերի առկայությունը լինելու դեպքում հարուցվել են քրեական գործեր, քննվել եւ հասել իրենց տրամաբանական ավարտին։ Ինչ վերաբերվում է նրան, որ հասարակությանը չի գոհացնում առկա վիճակագրական տվյալները, իսկ ինչպիսին պիտի լինեն այդ տվյալները, որ գոհացնեն։ Ես կարծում եմ, որ ցանկացած թվի արձանագրման դեպքում այդ սպասելիքը, որ հնարավոր է գուցե մի հոգի ավելել կա քրեական պատասխանատվության ենթարկվելու առկա է լինելու, ինչը անկասկած շատ գովելի է, որովհետև հենց այդ հասարակական պահանջը, ամենօրյա ներգործությունը, հսկողությունը այդ ամենի նկատմամբ մի ավել խթանա, որ իրավապահ մարմնի աշխատակիցներին ինչու՞ չէ նաև պարտադրում է, որ իրենց ամենօրյա աշխատանքն էլ ավելի հետևողական ու սկզբունքային անեն։ Ասել, որ այսօրվա ձեռք բերված տվյալները շատ գոհացուցիչ են հենց մեր համար, ամենևին այդպես չի։ Չնայած այն հսկայածավալ աշխատանքին, որ արդեն իսկ իրականացվել է, ինչպես ներպետական տարբեր կառավարման մարմինների, այնպես էլ միջազգային կառույցների հետ համագործակցության արդյունքում, այս համատեքստում ասեմ նաև, որ Հայաստանի Հանրապետությունը, ինչպես գիտեք, ներգրավված է կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային տարբեր կառույցների։ Մասնավորապես հանդիսանում են կոռուպցիայի դեմ պայքարի Մինսկի 2003 թվականի կոնվենցիայի անդամ, կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի GRECO-ի անդամ ենք հանդիսանում, ինչպես նաև միջազգային իրավական այլ կառույցներում Հայաստանը էական ներգրավվածություն ունի, մասնակցում ենք տարբեր գիտաժողովների, սեմինարների, վերլուծություններ են իրականացվում, փորձի փոխանակում, օրենսդրության ուսումնասիրում, եւ այս ամենը, որ ասենք, որ մեզ լիարժեք գոհացնում է ու կոռուպցիայի դեմ պայքարի բնագավառում հասել ենք այն հանգրվանին, որ կարող ենք հանգիստ շուրջ քաշել, ասել այն ամեն ինչը, որ ակնկալվում էր, որ մենք պետք է աշխատանքի արդյունքում ունենայինք, ձեռք ենք բերել արդեն, իհարկե այդպես չի։ Բայց վստահ եմ նաև,
որ դատախազությունը ունի այն ներուժը, որ օրենսդրությամբ դատախազությանը վերապահված գործիքակազմի կիրառմամբ ոչ շատ հեռու անցյալում հասնելու է այդ հանգրվանին, եւ ներուժը ունի, եւ գիտելիքը, եւ փորձը, եւ այլ հնարավորություններ։ Եվ մենք ունենք այնպիսի հասարակություն, որ իր ամենատարբեր շերտերով պատրաստական է աջակցել կոռուպցիայի դեմ պայքարին, դա էլ որոշակի վերապահումներ կարող ենք իհարկե ասել։ Բայց այսօր եւ հասարակության կլինի դա հասարակական կազմակերպությունների, զանգվածային լրատվամիջոցների, մասնավոր քաղաքացիների դիմում բողոքները ինչպես աջակցում են կոռուպցիայի դեմ պայքարի գործին, այնպես էլ որոշակի աշխատանքում բավարարվածության երանգ են ստեղծում համոզմունք ձևավորելով, որ եթե քաղաքացին ինչ-որ մի պետական կառավարման մարմնին իր մտահոգությունը հայտնում է, ուրեմն հույս ունի այդ կառավարման մարմնի հետ, ինչը շատ ավելի պարտավորեցնող է, քան օրենքով այդ պետական կառավարման մարմնի վրա դրված պարտականությունն է։ Ուրեմն վերահսկիչ պալատի գործառույթների հետ կապված հարցերը մի քիչ իմ ոլորտից դուրս են, քանի որ դրանով զբաղվում է պետական շահերի պաշտպանության վարչությունը գլխավոր դատախազության, բայց ինչ վերաբերվում է նրան, որ գլխավոր դատախազությունը կամ դատախազության համակարգը սկզբունքայնություն, հետևողականություն չի դրսևորում այդ հարցի առնչությամբ, ես մի քիչ այդ պնդմանը համաձայն չեմ։ Եթե կրկին անդրադառնանք վիճակագրական տվյալներին, ապա ասեմ, որ 2016 թվականին վերահսկիչ պալատը հրապարակել է 19 հաշվետվություն։ Իհարկե օրենքով սահմանված կարգի համաձայն այդ հաշվետվություններում հանցագործության մասին հատկանիշների առկայության պայմաններում վերահսկիչ պալատը ինքը պետք է նախաձեռնողականություն ցուցաբերի եւ դրանք հայտնի իրավապահ մարմիններին։ Բայց այդ նախաձեռնողականության բացակայության պայմաններում գլխավոր դատախազությունը ինքը այդ հաշվետվությունները ուսումնասիրել է եւ ուսումնասիրված հաշվետվություններով արդեն իսկ հարուցվել են քրեական գործեր եւ դրանք գտնվում են նախաքննության փուլում։ Նույն ընթացակարգը կիրառվել է նաեւ 2015 թվականին, որ պետական շահերի պաշտպանության վարչությունը սեփական նախաձեռնությամբ ուսումնասիրել է ներկայացված հաշվետվությունները, այդտեղից առանձնացրել են դեպքերը, որոնք առերևույթ հանցագործության մասին հաղորդումներ են պարունակում եւ դրանցով եւս, եթե չեմ սխալվում, 4 թե 5 քրեական գործ է հարուցված եւ նախաքննությունը շարունակվում է։ Գլխավոր դատախազի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ, որը զբաղվելու է առաջիկա ընտրություններին եւ դրան նախորդող ու հաջորդող ժամանակահատվածում հնարավոր իրավախախտումների հարցերով։ Նման աշխատանքային խումբ ձևավորված է եղել նաեւ նախորդ ընտրությունները, այսինքն հանրաքվեի ժամանակ, որի մասին ձեր հարցում վկայակոչեցիք, այդ աշխատանքային խումբը նախորդ ընտրությունների հանրաքվեի ժամանակ հետազոտել է մոտ 600 աղբյուրից ստացված տեղեկատվություն, այդ թվում նաև հիմնականում զանգվածային լրատվամիջոցներից, շտաբերից, ներկայացուցիչներից, դիտորդներից եւ այլն, որոնցով 350 մոտ հաղորդում դատախազության միջամտությամբ ուղղակի ուղարկվել են հետաքննության մարմինների նյութեր նախապատրաստելու եւ դրանք են հիմք հանդիսացել, որոնցով հարուցվել են այն քրեական գործերը, որոնցով որպես մեղադրյալ ներգրաված անձիկ հետագայում արդեն որպես ամբաստանյալ դատարանում արժանացել են ձեր կողմից նշված մեղ պատիժներին։ Այսինքն դատախազությունը ամենագործուն միջամտությունն է դրսևորել եւ վստահ եմ, որ շարունակելու է դրսևորել ընտրությունների ընթացքում որևէ իրավախախտման լիարժեք իրավական գնահատական տալու համար ավելի գործուն միջամտություն այս պահին ըստ էության դժվար է ենթադրել, թե ինչը կարող անել եւ դատախազությունը ինքը այդ ամբողջ դաշտը վերլուծում է եւ թիվը արդեն որ վկայակոչվեց, խոսում վկայությունն է նրա, որ որևէ անդրադարձ, որևէ խախտման անպատասխան, անարդյունք, անհետևանք չի մնացել։ Ուրեմն այս դեպքում եւս հարցը մի քիչ ինձ ուղված հարցերի շարքից չի, քանի որ ընտրությունների ընթացքում արկա խախտումների փաստով հարուցված քրեական գործերը, բայց ընդհանուր երևույթի հետ կապված ասեմ։ Ուրեմն ինչ վերաբերվում է պատիժ նշանակելուն, քրեական օրենսգրքի պատիժ նշանակելու կարգը սահմանող
161-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն առավել խիստ պատիժ նշանակվում է այն դեպքում, երբ որ առավել նվազ պատիժը չի կարող հասնել պատժի նպատակին։ Այս հանգամանքը իր արտացոլումն է գտել նաև Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներում եւ պարտադրանք կա, որպեսզի առավել խիստ պատիժ նշանակումը լինի պատճառաբանված, թե ինչու առավել նվազը չէր կարող գործուն միջոց լինել պատժի նպատակին հասնելու ճանապարհին։ Որևէ կոնկրետ փաստարկ ինձ ամեն դեպքում հայտնի չի, որը կվկայի այն մասին, որ դատախազությունը ունենալով որևէ տվյալ, որը կարող էր վերաքննիչ բողոք բերելու հիմքում դրվել պատժի մասով, ունեցել է ու վերաքննիչ բողոք չի բերել։ Նշանակվել է համաչափ պատիժ, որոնցով մարդիկ ենթարկվել են պատասխանատվության։ Ոչ միայն տուգանքի են դատապարտվել, ես եթե չեմ սխալվում, նաև պայմանական ազատվել են պատժի կրումից, ինչը այդ ձեր ասած կանխարգելիչ նկատառումներով շատ էական զսպիչ նշանակություն ունեցող պատժատեսակ է, որովհետև եթե այլ պատիժը, մասնավորապես տուգանքը, նախատեսում է, որ տուգանքը վճարելուց հետո պատիժը կրած է համարվում, ապա այս դեպքում հետագայում որևէ հանցավոր արարք կատարելու եւ դատապարտվելու դեպքում այդ փորձաշրջանով նախատեսված ժամանակահատվածում իհարկե որևէ արարք կատարելու դեպքում այդ պատիժը եւս գումարվում է այն պատժին, որը որ այս հաջորդ հանցագործության համար դատարանը նախատեսել է, այսինքն պատժի նպատակին նշանակված պատիժը ըստ էության հասնում է։ Ինչ վերաբերվում է ընտրությունների ընթացքում որևէ չարաշահման, կեղծիքի, ընտրությունների գործընթացին խոչընդոտելուն, ապա օգտագործելով այս հնարավորությունը պաշտոնապես հայտարարում եմ, որ որևէ ընտրախախտում անհետևանք մնալ չի կարող, անկախ նրանից ում կողմից է կատարվել, ինչ նկատառումներով են դրանք իրականացվել, ինչքանով են ազնիվ եղել գոնե այդ արարքը կատարողի համար այդ մղումները, որով պայմանավորված արել է այդ արարքը, միևնույնն անպատիժ չի մնալու։ Առհասարակ համոզված եմ, որ կոռուպցիոն ցանկացած գործարքի մեջ ներգրավված յուրաքանչյուր անձ, անկախ իր հասարակական կամ պաշտոնական դիրքից, այսօր էական մտահոգություններ ունի, էական, եւ այդ մտահոգությունները խիստ տեղին են ու այնքան ժամանակ են տանջելու իրան, քանի դեռ այդ արարքի համար քրեական պատասխանատվության չի ենթարկվել։ Այ ենթարկվելուց հետո կարան հանգիստ քնեն։Ավորված է ինչպես մեր այսօրվա աշխատանքով, այնպես էլ հասարակական ընդհանուր ընկալումներով։ Տևական ժամանակ ձևավորված ավանդույթներով, կարծրատիպերով հիմնավորված որոշ խնդիրների մի պահում լուծելու հնարավորություն բնականաբար չկա։ Չեմ կարող ասել, որ դատախազությունը նույնականացվում է պետական կառավարման մյուս մարմինների հետ եւ դրա վկայությունն է նաեւ այն, որ դատախազությունը այսօր հարյուրավոր դիմումներ ու բողոքներ է ստանում քաղաքացիներից պետական կառավարման այլ մարմինների աշխատակիցների կողմից թույլատրված չարաշահումների, խախտումների, բաց թողումների, խնդիրների վերաբերյալ։ Եթե ընկալվի որպես մի մարմին, ոչ ոք դատախազությանը չի դիմի, բայց մենք ունենք այդ փորձը եւ մեր ունեցած եւ քրեական գործերը եւ նյութերը եւ դրանց արդյունքում տված իրավական գնահատականները վստահ են, որ հասարակության մոտ ձևավորել ու շարունակում են ձևավորել այն կարծիքը, որը հավաստի է, որ դատախազությունը ինքնուրույն առանձին մարմին է, որը կոչված է օրենքով իրեն վերապահված լիազորությունների իրականացմանը եւ իրականացնում է այդ լիազորությունները։ Մամուլի հրապարակումները լուսանցքում մնալու կոնկրետ որևէ փաստ ինձ առնվազն հայտնի չի։ Հակառակը կարող եմ ասել, որ բազմաթիվ դեպքերով մամուլի հրապարակումները դատախազության, գլխավոր դատախազության եւ դատախազական ստորաբաժանումների ուշադրության կենտրոնում են հայտնվել։ Եթե ձեզ դա հետաքրքիր է, ես կարող եմ առանձին ներկայացնել նաեւ տվյալներ, որոնք ուղարկվել են հետաքննության մարմնին, նախապատրաստվել են նյութեր, հարուցվել են քրեական գործեր, իրականացվել է նախաքննություն եւ պատշաճ քրեադատավարական ընթացակարգով ստացվել են։ Այ որ դուք ինձ մի օրինակ ասեք, որով որ կոռուպցիոն բնույթի հանցագործության վերաբերյալ զանգվածային լրատվամիջոցով հանցագործության մասին որևէ հաղորդում է եղել, որը անարձագանք է մնացել, փորձեմ տենց ավելի առարկայացված պատասխանել։
Ուրեմն զանգվածային լրատվամիջոցներով հանցագործության մասին տրված բոլոր հաղորդումները դատախազության ամենօրյա ուշադրության կենտրոնում են գտնվում վստահաբար, եւ ես առնվազն չեմ կարող որևէ դեպք հիշել, որը զանգվածային լրատվամիջոցով տարածված զանգվածային լրատվամիջոցով հանցագործությունների մասին հաղորդումները մշտապես գտնվել եւ գտնվում են դատախազության աշխատակիցների ամենօրյա ուշադրության կենտրոնում եւ բոլոր այդ դեպքերն ուսումնասիրվում են, պատշաճ դատավարական ընթացակարգով նյութեր են նախապատրաստվում եւ արդեն եթե քրեական գործ հարուցելու հիմքերի օրինականությունը ստուգելուց հետո հնարավոր է քրեական գործ հարուցել, հարուցվում են քրեական գործեր։ Չեմ բացառում, որ եղած կլինեն որոշ մասնավոր դեպքեր, որ զանգվածային լրատվամիջոցից ինչ որ մի հաղորդում, հարցում ուղարկված կլինի դատախազություն եւ դրա պատասխանը հարցում ուղարկած կողմին ինչ-ինչ պատճառներով հասած չի լինի։ Չեմ կարող ասել, բայց որ այդ հաղորդումը անպայման ստացվել է համապատասխան ստորաբաժանման կողմից քննարկվել է եւ տրվել է դրան գնահատական, դա միանշանակ։